Միացյալ Նահանգների Միսիսիպի նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Նահանգի Յազու Սիթի քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյունից հետո ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Դեպքի մասին նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է սոցիալական ցանցերում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Նահանգապետը կոչ է արել մոտակա տարածքների բնակիչներին մնալ տանը, որոշ փողոցների բնակիչներին էլ տարհանել են։ Ուկրաինայում զորակոչել են Անջելինա Ջոլիի թիկնապահին։ Տեղական ԶԼՄ-ները հայտում են, որ երկչուհին անձամբ է ներկայացել զինկոմիսարիատ իր թիկնապահին ծառայությունից ազատելու համար։ Հյուսիսային Կորեան սկսել է հազարավոր զինվորներ ուղարկել Ռուսաստան Ուկրաինայում իր հատուկ գործողության տարածքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ տեղեկությունների Ռուսաստան կժամանի հյուսիսկորեական բանակի ինժեներային զորքերի մոտ 5000 զինվոր, նրանց կհանձնարարվի ենթակառուցվածքների վերանորոգումը։ Հյուսիսկորեացի եւս 1000 զինվոր կմասնագիտանա ականազերծման գործում։ Նշվում է, որ Փհենյանն ընդհանուր առմամբ Ռուսաստան կուղարկի մինչև 10000 զինվոր։ Շրի Լանկայում ընթանում են ռուս-շրի-լանկյան առաջին համատեղ զորավարժությունները։ Կուղի արահետ 2025 զորավարժությունների տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան ոչինչ պարտք չէ Ուկրաինային։ Նախորդին Եվրոնյուզին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել էր, որ Օրբանը պետք է ինչ-որ բան առաջարկի Ուկրաինային, որն ամբողջ Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից։ Նույնիսկ հիմա այս պատերազմի ժամանակ մենք նրանից որևէ աջակցություն չենք ստացել, ասել է Զելենսկին։ Հունգարիայի վարչապետն էլ նշել է, որ Հունգարիան մոտ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին հանրային վայրում ոտնձգության են ենթարկել։ Մի տղամարդ փորձել է համբուրել նրան։ Հաղորդվում է, որ նա ամենայն հավանականությամբ հարբած է եղել կամ թմրանյութի ազդեցության տակ։ Նրան ձերբակալել են։ Ահաբեկություն է տեղի ունեցել Ֆրանսիայում։ Տղամարդը բացականչել է Ալլահու Ակբար, ապա վրա երթի է ենթարկել մարդկանց։ 10 մարդ վիրավորվել է, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։